Եկեք միասին պատրաստենք ամենափափուկ ցակոտկեն դասական բիսկվիտը գազօջախի վրա։ Ձվի սպիտակուց առանձնացնում ենք դեղնուցից եւ սպիտակուցը սկսում ենք հարել ընթացքում ավելացնելով վանիլին եւ ամբողջ շաքարավազի կեսը։ Հարում ենք այնքան, մինչև ստանանք սպիտակ պինդ զանգված։ Անցնում ենք դեղնուցին, այն եւս լավ հարում ենք մնացած շաքարավազի հետ։ Երբ արդեն շաքարավազը ամբողջությամբ հալվում է, սպիտակուցից մի քանի կտալ լցնում ենք դեղնուցի վրա։ Լավ հարում եւ արդեն ավելացնում ալյուրը։ Խառնում ենք արդեն սիլիկոնե հարմարանքով։ Միասեռ զանգված ստանալուց հետո ավելացնում ենք մնացած սպիտակուցը, վերջնական լավ խառնում եւ անմիջապես տեղափոխում ալյումինե կաթսայի մեջ ու անպայման չմոռանանք գյուղաթղթի մասին։ Կափարիչը հերմետիկ փակում ենք օգտագործելով խոհանոցային սրբիչ եւ թխում ենք գազօջախի մարմանդ կրակի վրա օգտագործելով քրակցրիչ։ Պատրաստելու պես բիսկվիտը հանում ենք կաթսայից եւ թողնում սառի։ Սառելուց հետո բիսկվիտը բաժանում ենք մասերի, թրջում եւ քսում ձերից նախընտրած կրեմը։ Ես սիրում եմ դասական կարագով եւ խտացրած կաթով տարբերակը, որի պատրաստման եղանակը կգտնեք նկարագրության բաժնում։ Զարդարում ենք ըստ ցանկության եւ վերջ։ Ստանում ենք ամենափափուկ եւ համեղ բիսկվիտը։ Անպայման փորձեք եւ չմոռանաք կիսվել ձեր կարծիքով։ Բարի ախորժակ։